Երևանի ամենահին թաղամասերից մեկի Կոնդի բնակիչներին այսօր իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնում էին Կոնգրես ՀԺԿ դաշինքի անդամները։ Հանդիպման վայրը Ռուսթավելի փողոցն էր, միայն թե հանդիպումը բոլորին չէ, որ հաճելի էր։ Բայց ես չեմ կարծում, որ դուք եկել եք հանրապետական կուսակցության շտաբի մոտ ձեզ գովերքել։ Իրենց պատկերացած Հայաստանը սա է, բաժանել Հայաստանը խանությունների եւ շատ հստակ ռեգլամենտացիայով որոշել ով ինչ կարող է խոսալ կամ չի կարող խոսել։ Լևոն Զուրաբյանն ընդգծում է իրենց հիմնական հակառակորդը հենց հանրապետականն է։ Հանրապետական կուսակցությունը 18 տարի հետո հանդես են գալիս անվտանգություն կարգախոսով, նշանակում է, որ իրենք են հենց խոստովանում, որ անվտանգության խնդիրը տապալել են։ Երևանի կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունին ու Բարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում դաշինքից առաջադրվել են 13 թեկնածու։ Առաջարկում եմ լինել քաղաքացի, ոչ թե նոքեր։ Լևոն Զուրաբյանն առաջին անգամ չէ, որ падգամավորության թեկնածու է առաջադրվում այս ընտրատարածքում։ Բնակիչներից շատերին դեռ 2012 թվականի քարոզարշավից է հիշում։ Դու ասում ես հետևյալը, ես լավ հիշացրեմ, որ ես գրազ եմ գալիս, որ եթե դուք ստեղից անցնեք 9-րդ ընտրատարածքից անցնեք падգամավոր, հաղթեք, հետո ստեղ չեք Երևանում, հետո ստեղ չեք գալու։ Հիշում ես։ Այդ այնց էր գրազը այդպես էր։ Նախ ես հաղթելուց հետո եկել եմ։ Երկրորդը, ես որպես 9-րդ ընտրատարածքի падգամավոր չեմ անցել է Ռուբեն Սադոյանը։ Այս անգամ առանց պայմանի երիտասարդը վստահեցրեց հենց Զուրաբյանին է ընտրելու։ Տալ մարդ է, մաքուր մարդ է։ Ի տարբերություն նրա կոնդեցիներից բոլորը չէ, որ արդեն կողմնորոշված են։ Նրանցից ոմանք էլ ահազանգում են, անգամ աշխատավայրերից են ընտրողների վրա ճնշումներ գործադրվում։ Դոկումենտ են ուզում, պասպորտներ են ուզում, հավաքում են նորից, որ բան անեն։ Եթե չընտրեցիք, ուրում են դուրս կգա։ Այդ ընտրակաշառքի մասին խոսքի կարող լինել, որ չկա այդպես բան, բայց կա։ Թորի համար են պայքարում, ինչ ասեմ։ Մեր ծրագիրը դա խաղաղության ծրագիր է, խաղաղության հաստատման։ Մենք բոլոր ճանապարհները, հա? Սաղ տեղյակ եք, ել քարոզչության կարիք չկա։ Զուրաբյանը հիշեցնում է յուրաքանչյուր քվե արժեքավոր է եւ կոչ է անում ապրիլի 2-ին հանդիպել ընտրատեղամասերում։